Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ։ Խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը։ Խնդրում քո այսօրվա թարմ օծությունը, նոր օծությունը։ Խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Քո հոգին թող շարժվի, ամեն բան ինչ որ քեզանից է թող արձակված լինի մեր կյանքերի վրա։ Քո խոսքն է ճշմարտությունը, ամեն բան քո խոսքին հակառակ Հիսուսի անունով կապում եմ ու արգելում եմ։ Ամեն բան, որ բարձրացած է քո կամքի դեմ, թող խոնարհվի քո ոտքերի տակ։ Քո կատարյալ կամքը Հիսուս Քրիստոսի զորավոր անունով թող արձակված լինի բոլորիս կյանքի վրա ու Հայաստանի վրա, քո զորավոր ձեռքով իրականություն դառնա հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, այսօր ուզում եմ խոսեմ մի բանի մասին, որը կարող արտաքնապես այդքան վտանգավոր չթվա, բայց իրականում իր մեջ մահաբեր վտանգ է պարունակում։ Այս վերջում, եթե հետևում եք, ես մի Աստվածաշնչից խոսք էի տեղադրել, այսինքն գլուխ էի տեղադրել, որտեղ նկարագրում էին պատմությունը, որ Սավուղ թագավորը, որի վրայից Աստծո հոգին հեռացել էր, ու այդ ժամանակ Սամուել մարգարեն արդեն մահացել էր, ու ինքը չուներ որևէ մեկին իր կողքին, որ կարողանար լսեր, թե Աստված ինչ է ասում, հայտնվել էր դժվար իրավիճակի մեջ, քանի որ պատերազմական իրավիճակ էր, ու թշնամին բավականին հաջողություններ ուներ, Սավուղը շատ անհանգստացած էր, չգիտեր ինչ կլինի, ու ինքը գնաց ստիպված մի կախարդի մոտ, որպեսզի այդ կախարդի միջոցով հարցուկ հոգու միջոցով, որ հոգի են կանչում, հոգի կանչելով իմանա այն ամեն ինչի մասին, թե ինչ է լինելու։ Իսկ այդ նույն Սավուղ թագավորը իր երկրի մեջ հրաման էր արձակել որոշ ժամանակ առաջ, այն որ հենց Աստծու հետ հարաբերությունները լավ էր, երբ որ Աստծու հոգին Սավուղի վրա էր, որ սիրտը ուղիղ էր Աստծու առաջ, ճշմարտության համար ինքն էլ պայքարող էր ու օրենք էր հանել, որ բոլոր կախարդներին երկրից վտարել էին, արգելել էին, այսինքն օրենքով արգելված էր որևէ կախարդի գործունեությունը։ Ու հիմա ինքը այս նեղության մեջ մոռանում է այն վտանգների մասին, որ կախարդները դրանք Աստծուց չեն, որ այդ աղբյուրը սատանայից է, որ իր հետևում ունի մահաբեր վտանգ, այդ կարիքը իրան ստիպում է, որ ինքը գնում է ու խոնարհվում է սատանայի առաջ, սատանայից հարցնելու, թե ինչ է սպասվում իրանց։ Ինքը ստանում է իր ուզածը, այդ կախարդը հարցուկ հոգու միջոցով հարցեր է տալիս Սամուել մարգարեին, որը իրականում Սամուել մարգարեն չի, այլ այն դևն է, որը կանգնած է այդ հոգու հետևում։ Բայց դրա հետևանքը ի՞նչն է, որ հաջորդ օրը ինքն էլ իր տղաներն էլ մահանում են։ Սատանային դիմողը, սատանայից ինչ որ օգնություն ակնկալողը իր վրա արձակում է մահվան հոգին։ Որտեղ սատանան ինքը սուտասան է, գող է ու մարդասպան է։ Հիսուսը ասեց այդ մասին։ Հիշում եք, երբ որ Հիսուսը անապատում էր, սատանան ինքը եկավ Հիսուսի նեղության ժամանակ ու առաջարկեց իր օգնությունը, ասեց իմ առաջ խոնարհվի, այս թագավորությունները քեզ կտամ։ Սատանան շատ լավ գիտեր Հիսուսը ինչի համար է եկել, եկել էր որ վերադարձնի այն ինչ որ Ադամը կորցրել է, այդ բոլոր իշխանությունը, այդ բոլոր թագավորությունների վրա Հիսուսը պետք է վերադարձներ։ Ու սատանան իրան առաջարկում էր այդ նույն թագավորությունները, ինչի համար որ Հիսուսն եկել է, բայց իր ճանապարհով, որպեսզի Հիսուսը խոնարհվի սատանայի առաջ, որին Հիսուսը կտրուկ պատասխանելով ասեց, որ ինքը կանչված չի սատանայի առաջ խոնարհվելու,
որևէ սպասում չունի սատանայից, ինքը Աստծու ծառան է, Աստծո կամքը կատարողն է ու աստվածային ճանապարհով էլ կիրականացնի այն հանձնարարությունը, որ իրան տրված է։ Այսինքն նեղության ժամանակ Հիսուսը չգնաց կոմպրոմիսի ու չխոնարհվեց սատանայի առաջ, իրա վրա չկանչեց մահվան հոգին ու իր ճիշտ որոշման արդյունքում վերջում ունեցավ փառավոր հաղթանակ արդեն խաչի ճանապարհով։ Գիտեք, սա ուղղակի օրինակներ չեն, որ Աստվածաշնչում գրված են։ Սրանք մեր համար են, որ մենք հասկանանք այն ընթացքը, որով գնում ենք, այն իրավիճակների մեջ, որ կարանք հայտնվենք, այն առաջարկները, որ մեզ կտան մեր նեղության մեջ, ու շատ կարևոր է այդ օրինակները մեր աչքի առաջ ունենալով մենք ճիշտ օրինակից բռնվենք, Հիսուսի օրինակից բռնվենք, ոչ թե Սավուղի։ Սա ասելով ես ուզում հստակ ասեմ, որ Հայաստանում շատ-շատերը մեծ ուշադրություն չեն դարձնում կախարդների վրա, թուղթ ու գիրանողների վրա, բաղ բացողների վրա, էքստրասենսների վրա, որոնք Աստծուց չեն, իրանց աղբյուրը սատանան է, իրանց կենտրոնացումը ընդհանրապես Հիսուս Քրիստոսը չի ու իրանք իրանց քարոզներով մարդկանց չեն առաջնորդում փրկության։ Իրանց աղբյուրը, որով իրանք ծառայում են, ամեն մեկը մի բան է անվանում, բայց այդ աղբյուրը վերջնական հաշվով սատանան է, որը եւ մարդկանց կյանքի վրա արձակում է մահը։ Մարդիկ շատերը դիմելով կախարդների, բացողների, էքստրասենսների օգնությանը չեն էլ պատկերացնում, որ իրանք իրանց վրա անեծք են արձակում։ Ու սա ասում եմ, որովհետև Հայաստանում փաստացի բացահայտվեց, որ այդ խմբավորումները բավականին ակտիվ են ու բավականին մեծ ազդեցություն են մարդկանց վրա ու մարդիկ դրանց շատ հավատում են, փոխանակ որ հավատան Հիսուսին, ճանաչեն Հիսուսին ու սպասեն Հիսուսից։ Սրանք կարևոր բաներ են, եթե մարդիկ չիմանալով անում են, միևնույն է այդ անեծքը կանչում են իրանց վրա։ Գիտեք, եղել է իմ կյանքում դեպքեր, որ ես շատ պատահաբար աղոթել եմ մարդկանց համար, որոնք տարիներով երեխա չեն ունեցել։ Բայց իմ աղոթքի մեջ ես տեսել եմ, որ աղոթքը գնում է ու քանդվում է կախարդություններ։ Օրինակ իմ բարեկամներից մեկը 15 տարի երեխա չէր ունենում։ Ու շատ պատահական, երբ որ ես աղոթում էի իր համար, նենց է ստացել, որ ես իրանց տուն էի գնացել, հանկարծ Սուրբ Հոգին ինձ առաջնորդեց այդ աղոթքի մեջ, նույնիսկ իրանք ինձ չէին խնդրել, որ ես հստակ իր համար աղոթեմ, բայց երբ որ ես իրանց տան մեջ էի ու իմ մոտ աղոթք էր իրանց տան համար, հանկարծ աղոթք գնաց իր համար, այդ իմ բարեկամի համար, որ 15 տարի երեխա չէր ունենում։ Բայց ես հիշում եմ, որ այդ աղոթքը ուղղակի աղոթք չէր, ամբողջ աղոթքը գնում էր նրա վրա, ու ես քանդում էի իր վրայից կախարդությունը, քանդում էի սխալ հռչակումները, քանդում էի իր նույնիսկ ծնողների բացական բաները, որ իր հասցեին ասել են, իր հարազատների հռչակումները բացական իր հասցեին։ Սա մի աղոթք էր, որ ես ընդհանրապես չէի պլանավորել, բայց այդ ձև Սուրբ Հոգին առաջնորդեց, ու մի տարի հետո ինքը իր աչքով երեխա ունեցավ։ Նույն ձևով եղել է դեպք, երբ որ ինձ խնդրել են աղոթեմ որևէ աղջկա համար, որը էլի հեռու բարեկամ ա եղել, որը ամուսնության խնդիր ա ունեցել, որոնց մարդիկ, երբ որ որոշակի տարիքում աղջիկը չի ամուսնանում, անհանգստանում են, մտածում են, թե կմնա տունը։ Բնական է, իր մայրն նման անհանգստություն ուներ, խնդրեց, որ աղոթեմ երեխու համար, ու երբ որ ես աղոթում էի, նորից իմ աղոթքը գնաց այդ ուղղությամբ, որ քանդում էի ես իր հասցեին ասված լրիվ բացական խոսքերը։ Բացական խոսքերը ինքը անեծք է։ Մարտադիչի բառերով մարդ ասի, ես անիծում եմ քեզ։ Այն, որ մարդու հասցեին բացական բաներ են խոսում, դա արդեն անեծք է։ Օրինակ ծնողները աննկատ իրանց երեխեքին եղել է, որ ասում են, դու կյանքում մարդ չես դառնա, անբաշար ես, այսպես նման բացական բաներ, ու այդ բացական խոսքերը իրանք անեծք են,
կամ դու երբևէ չես ամուսնանա, տարբեր բաներ, հասկանում եք, ու շատ կարևոր է, որ այդ հատկապես մեր երեխեքի հանդեպ մենք ուշադիր լինենք, որ ինքներս այդ նման բացական խոսքերը չհարձակենք, որը իր մեջ անեծքը պարունակում ու վերցնում է գերության մեջ։ Այդ ժամանակ, այդ աղոթքի ժամանակ, նորից եմ ասում, աղոթքը գնում էր կախարդության դեմ, սխալ խոսքերի դեմ։ Շատ կարճ ժամանակ հետո, նույնիսկ ոնց որ մի տարիներ չլռացավ, այդ աղջիկը ամուսնացավ։ Այսինքն հիմա էլ Հայաստանում մարդիկ, երբ որ որոշակի խնդիրներ են տեսնում իրանց ընտանիքներում, թե երեխեքի ամուսնության հետ կապված, թե երեխա չունենալու հետ կապված, թե ընտանեկան հարաբերությունների հետ կապված, ցավոք սրտի վազում են բախտագուշակների մոտ, թուղթ ու գիր անողների մոտ, նման կախարդություններով զբաղվողների մոտ ու ավելի մեծ անեծք են բերում այդ մարդկանց վրա, ում համար թվում է թե գնացել են օգնություն բերելու։ Ես հիշում եմ մի անգամ շատ պատահաբար Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ էի, ունդեղ բախտագուշակներ կային, որ մարդկանց բախտն էին նայում, ովքեր որ մտնում էին տաճար վառելու, իրանց հավատքն էին Աստծո առաջ ցույց տալի, իրանց կարիքի համար եկել էին եկեղեցի։ Որտեղ բախտ նայողները այդ մարդկանց ոնց որ գրավում էին ու փորձում էին իրանց բախտը գուշակեն ու ասեն, թե ինչ կլինի իրանց հետ։ Այդ ժամանակ ես պատահաբար այդտեղ էի ու ես զգում էի այդ կախարդությունը, որ արձակվում է այդ մարդկանց վրա ու իրանք ավելի մեծ գերության մեջ են ընկնում, լսելով այդ բախտագուշակներին։ Ու ես հեռվից իրանց ուղղակի ձայն տվեցի ու ասեցի մի լսեք իրանք սուտասան են։ Ու ես նման ձևով փորձում էի իրանց կանգնեցնել, որ իրանք չմտնեն այդ անեծքի տակ։ Իհարկե դա ուղղակի խոսքերով շատ դժվար է մարդուն համոզելը, բացատրելը, դա առաջին հերթին հոգևոր պատերազմ է։ Նախ պետք է մարդու միտքը բացվի, որ ինքը հասկանա, որ դրա հետևում կա անեծք ու վտանգավոր է, որ այդ քայլը չանի։ Հակառակ դեպքում ինքը մտածում է, թե այդ ճանապարհով ինքը Աստծու մոտ է գնացել, Աստված է, որ իրան պատասխանելու է։ Նորից եմ ասում, բախտագուշակները, կախարդները, էքստրասենսները, թուղթուգիր անողները, դրանց աղբյուրը սատանան է։ Իրանք Աստծու հետ ընդհանրապես գործ չունեն, ու եթե դուք նման ձևով գնացել եք, փորձել եք ձեր հարցերի պատասխանը գտնեք, ես ուզում եմ, որ դուք ապաշխարեք, զղջաք Աստծու առաջ, ներողություն խնդրեք, որ չիմանալով թույլ եք տվել նման բան ձեր կյանքում, ձեր հարազատների կյանքում ու անեծք եք արձակել։ Ու այս ամեն ինչի մասին ասելով, բնական է, ես ուզում եմ, որ մենք այս ամեն ինչը միասնական բերենք Աստծու առաջ, որպեսզի Աստված միջամտի ձեր իրավիճակների մեջ, անեծքը փոխելով օրհնության։ Սիրելի Հայր, Հիսուսի անունով ես բերում եմ քո առաջ բոլոր հայ ժողովրդին, ովքեր որ չիմանալով կամ իմանալով դիմել են նման աղբյուրների, մտածելով, թե դիմում են քեզ, Աստված ջան։ Իրանք մոլորության մեջ են եղել ու հայտնվել են ավելի մեծ գերության մեջ նման քայլեր անելով։ Հիսուս ջան, քո արյունը, որ դու թափել ես մեր բոլորի համար։ Հիսուսի անունով ես խնդրում եմ, սիրելի Հայր, որ դու ներես բոլոր ժողովրդին, հայ ազգին նման քայլերի համար, որ արվել է, որ խոնարհվել են սատանայի առաջ իրանց գործողությամբ։ Ես խնդրում քո ողորմությունն ու շնորհքը, Հիսուս, քո արյունով լվացիր, մաքրիր, սրբիր ու արդարացրու։ Ներիր այդ մեղքը, որ իրանք թույլ են տվել իրանց կյանքում։ Հիսուսի անունով ես կապում եմ ամեն խոսքերի ուժն ու ազդեցությունը, որ արձակված է եղել այդ մարդկանց վրա թուղթուգրերով, կախարդություններով, էքստրասենսների խոսքերով, ինչ ճանապարհով էլ որ դա արձակվել է,
Հիսուսի անունով ես կապում եմ դրանց ուժն ու ազդեցությունը, ես քանդում սատանա այն գերությունը, որի մեջ դու վերցրել ես այդ մարդկանց, բաց թող այդ մարդկանց Հիսուսի անունով, Հիսուսի արյունը քո դեմ է, սատանա բաց թող Հիսուսի անունով բոլոր հայ ժողովրդին, ում որ խաբելով տայել ես գերության մեջ, ես կանչում Հիսուսի արյունը ամեն մեկի վրա, արյուն, որը սրբացնում է, արյուն, որը արդարացնում է ու ներում է, շնորհքդ Հիսուս ամեն մեկի կյանքի վրա, ու ես օրհնում եմ հայ ժողովրդին, Հայաստանը, կանչում եմ քո օրհնությունը, որը զորավոր է ամեն անեծքից, ես ասում քեզ հայ ժողովուրդ, դու ամենաօրհնված ազգն ես, դու ամենախելացի ազգն ես, դու իմաստնությամբ լցված ես, Տիրոջ շնորհքը քո վրա է, դու Աստծո կողմից ընտրված ես, դու տաղանդավոր ես, դու հանճար ես, դու առողջություն ունես, Տիրոջ բժշկությունը քո վրա է, դու հարուստ ազգ ես, որտև Տերս աղքատացել է, որ դու հարուստ լինես, դու սուրբ կյանքով ապրող ազգ ես, որովհետև քո բոլոր մեղքերը խաչի վրա է Հիսուսի արած զոհի պատճառով, դու շնորհքը ճանաչող ազգ ես, որովհետև օրենքը Հիսուսը կատարեց քո փոխարեն, դու Աստծո կողմից որոշված առանձնացված մի երկիր ես, ազգ ես, որը Աստծո սրտին համեմատ ես ու Աստծո համար շատ թանկ ես, Աստված քեզ շատ սիրում ու գնահատում է ու իր շնորհքը քո վրա է առատորեն, Սուրբ Հոգու պարգևները գործում են քո կյանքում ու դու օրհնություն ես ազգերի համար, դու շատ իմաստուն ես, հայ ժողովուրդ, ու իմաստնությամբ վարում ես քո պատերազմը, քո դեմ դուրս եկողը դուրս է գալի Աստծո դեմ, ամեն քո դեմ դուրս եկողը դատապարտված է անհաջողության, որովհետև Տիրոջ անունը քո վրա կանչված է, Տերս է, որ բերում քո կյանքում օրհնությունը, բոլոր այն մարդիկ, ովքեր որ կարիք ունեն ամուսնության, ես օրհնում եմ ու արձակում եմ իրանց կյանքերում, իրանց զույգերին քո կամքի համաձայն, թող կայանան այդ գերբնական հանդիպումները քո կամքով, Հայր, ամեն մի ամուսնությունը, որ լինի քո ժամանակին ու քո կամքի համաձայն, քանդված թող լինի ամեն արգելքը մարդկանց ամուսնության ճանապարհին, Հիսուսի անունով քանդում եմ չբերությունը, արձակում եմ երեխեքին, ամեն ընտանիք, որ այդ երեխու կարիքը ունի, քո շնորհքով թող ունենա իրանց երեխուն, իրանց հրաշքին, որը կծառայի քո փառքի համար ու կլինի այս ազգի օրհնությունը, ես օրհնում եմ ամեն մեկի առողջությունը ու ասում եմ, Հիսուսի վերքերով դու բժշկված ես, ես օրհնում եմ ամեն մեկի ֆինանսական վիճակը ու ասում եմ քո աղքատությունը խաչի վրա է, քո պարտքերը փակված է, քո տոկոսները մարված է, Տիրոջ հարստությունն է գալի քո կյանքի վրա, քանի որ Տերս այտենց որոշել է, Տեր քո գերբնական հաղթանակը մարդկանց կյանքերի վրա, ովքեր որ ուզում են լինեն աղքատ ամեն տեսակի կապվածությունից ու մեղքերից, մեղքի տեղը դժոխքն է, Հիսուսը վերցրել է բոլոր մեղքերը խաչի վրա ու ազատագրումը գալիս է մեղքից Սուրբ Հոգու զորությամբ Հիսուսի արած զոհի պատճառով, ամեն թուղթուգիր, որ արվել էր, որ ինչ-որ մեկը ազատագրվի ինչ-որ կապանքից, կամ չդավաճանի իր կնոջը, կամ ազատ լինի խմիչքից, կամ այլ բաներից, ու դրա պատճառով էլ ավելի էր այդ խնդիրը խորացել, թող քանդվի սատանայի սուտը Հիսուսի անունով ու գա գերբնական ազատությունը Սուրբ Հոգու զորությամբ, ես օրհնում եմ քեզ Հայաստան, որ դու բարձրանաս Աստծուն ճանաչողության մեջ, ես խնդրում եմ սիրելի Հայր, քո Սուրբ Հոգու զորությամբ կպնես ամեն մեկին Հայաստանում, ամեն մեկի սրտում ծարավ առաջացնես քեզ ճանաչելու, ամեն մեկը թող վերցնի Աստվածաշունչը իր ձեռքով սկսի կարդալ, որպեսզի ճանաչի քեզ, ու ամեն հարցի պատասխանը դու բեր ամեն մեկի կյանքի վրա քո գերբնական զորությամբ, օրհնում եմ քեզ Հայաստան, որ արթնության հոգին թափվի քո վրա, բացվի քո հոգու աչքերը, ճանաչես ճշմարտությունը, ճանաչես քո կոչումը Աստծու մեջ, իմանաս Հայաստանի դերն ու նշանակությունը ու սրտիդ փափագը լինի այդ կամքի մեջ մնալը, ամեն մի բան, որ փորձում է քո միտքը գողանա Աստծու կամքից, Հիսուսի անունով թող լինի դատապարտված ու մատնվի անհաջողության, օրհնում եմ քեզ Հայաստան,
որ քեզ օրնողները լինեն օրնված, ովքեր որ օգնում են քեզ, որ մտնես քո կոչումի մեջ։ Ու ամեն մի երկիր, որ դուրս է եկել Հայաստանի դեմ, որը նույնն է թե Աստծո կամքի դեմ, թող լինի անհաջողության մեջ, թող խափանվի իր դիվային ծրագրերը ու մատնվի անհաջողության, գիտակցելով, որ Աստծո դեմ պայքարողի ու պատերազմողի վերջը անեծքն է, անհաջողությունն է, պարտությունն է, աղքատությունն է ու հիվանդությունն է։ Ու դա թող դառնա պատճառ, որ այդ բոլոր հակառակվողները ապաշխարեն ու խոնարհվեն Աստծո առաջ, ընտրելով Աստծո կամքը։ Ամեն մեկը, որ մինչև այսօր հակառակված էր քեզ Հիսուս, թող իրավիճակները այնձև դասավորվեն, որ իրանց հոգու աչքերը բացվեն ու իրանք խոնարհվեն քո կամքի առաջ, գիտակցելով, որ մինչև այսօր ընթացել են սխալ ճանապարհով։ Օրհնում եմ քեզ Հայաստան, հայ ժողովուրդ, միաբանության մեջ Աստծո խոսքի շուրջ, Աստծո կամքի շուրջ, Աստծո տեսիլքի շուրջ Հայաստանի մասին։ Օրհնում եմ քեզ Հայաստան, որ քո կյանքում իր ժամանակին մեծ հայքի սահմաններով Հայաստանը վերածնվի ու ծառայի Աստծո փառքի համար ու դառնա ազգերի օրհնությունը։ Փառքես ամենակարող Աստված, որ մեծ հայքը ամբողջությամբ բարձրանում է քրիստոնեական երկիր, քեզ ճանաչողության մեջ ու կատարում է այս երկրի վրա այն հանձնարարությունը, որ դու վստահել ու տվել ես։ Փառքես, որ քո զորավոր ձեռքով ես իրականացնում քո հաղթանակը Հայաստանի վրա։ Օրհնությունդ հավիտյան լինի Հայաստանի վրա ու ամեն մեկը լինի օրհնված, ով որ կանչում է քո սուրբ անունը Հիսուս։ Տերերի Տեր, արքաների արքա, դու ես Հայաստանի Տերն ու Փրկիչը։ Հայաստանը քո սեփականությունն է ու Հայաստանի դեմ դուրս եկողը գործ ունի քո հետ։ Խնդրում եմ քո զորությամբ վերահսկիր Հայաստան երկիրդ ու հանդիմանիր ամեն մեկին, ով որ դուրս է գալի քո որոշված երկրի դեմ։ Փառավորվիր Հայաստանի վրա, թող թշնամին տեսնի քո փառքը Հայաստանի վրա ու սարսափի ու վախենա ու խոնարհվի քո առաջ։ Փառք ես քո փառավոր հաղթանակի համար, որ իրականացրեցիր ամեն մեկիս կյանքի վրա ու ամեն մեկիս կյանքի վրա բերեցիր քո գերնական պատասխանը անեծքը փոխելով օրհնության։ Շնորհակալություն քո բոլոր պատասխանների համար Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն հարազատներս, մնացեք Տիրոջ օրհնության մեջ ու թող Տերս փառավորվի ամեն մեկի կյանքում Հիսուսի անունով։ Ամեն։